Ինչ վերաբերում է ներկայացված նախագծին, կարծում եմ այստեղ ամեն ինչ ասվեց, հարցերի միջոցով ճշգրտվեց, ելույթների միջոցով հստակեցվեց, լրացուցիչ բան չեմ ուզում ասեմ, ներկայացված նախագիծը դնում եմ քվեարկության, ովքեր են կողմ նախագիծը ընդունելու համար, խնդրում եմ քվեարկել։ Թողնել, դեմ, ձեռնպատ չկա, ավարտվեց մեր այսօրվա օրակարգը, սպառեցինք, շնորհակալություն բոլորիդ մասնակցության համար եւ հաջողություն եմ մաղթում։ Քաղաքացիների վրա սա ինչ ազդեցություն ունի։ Քաղաքացիների վրա, բոլոր սպառողների վրա ազդեցությունը կլինի 13 միլիարդ 400 միլիոն դրամ չվճարել։ Այսքան կստանան մեր սպառողները, որից այսքան քիչ կվճարեն սպառված գազի դիմաց համեմատած նախկին, ասենք սակագնի հետ։ Դա վնասն է ձեր ընկերության։ Դա այո, մեր չստացված հասույթն է լինելու, չստացված հասույթը, որը մենք պետք է ստանայինք, եթե սակագինը չփոխեինք։ Պարոն Թադևոսյան, եթե հաշվի առնենք նման գումարներ կարող է ընկերությունը փոխհատուցել, ինչու նախկինում չէր արվում եւ գինը սակագինը այնուամենայնիվ բարձր էր։ Փորձեմ նորից պատասխանելու։ Մի անգամ ես մենք հնչացրեցինք խնդիրները, որովհետեւ մենք նախկինից սկսած, միշտ էլ սկսած փորձել ենք անել։ Ուղղակի ես համընկել նրան, որ մենք ունեցանք հնարավորություն տարանցման, Վրաստանի տարածքով գազի տարանցման գնի նվազեցման հետ կապված որոշակի ակնկալել, ասենք հասույթներ, եկամուտներ, միջոցներ ֆինանսական, որը կուղվի իջացնելու Հայաստան կոպիտ ասած Հայաստանի Հանրապետություն ներկրվող գազի գինը։ Դրա հետևանքով եթե մենք ակնկալում ենք, որ կարող ենք իջեցնել արհեստականորեն կամ ասենք մուլտիպլիկատիվ ձևով մի միջոցից մյուսին, մենք հնարավորություն ստացանք, որ պետք է իջանացնել մեր սպառողների գազի գինը։ Առաջինը դա էր մոտեցումը։ Իսկ ինչի եղավ դա հնարավորություն։ Կրկնեցի 2017 թվականի հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման, վրացական գազատրանսպորտային ընկերության եւ ռուսական գազէքսպորտ ընկերության միջև կնքված պայմանագիրը տարանցման, որտեղ ֆիքսված էին կոնկրետ այն 10% հասկացողությունը, որը դուք լսել եք երկար ժամանակ, ներկայումս փորձում ենք այդ 10%-ի դիմաց չվճարել 10%, այլ ավելի պակաս մասը պետք է գնա եւ հնարավորություն ստեղծի այն ինչ որ մենք արեցինք, որը լինելու է։ Թվային արտահայտությամբ կասեք, որպեսզի ավելի բարձր։ Կարող ասել, որովհետեւ հնչացրեցի, դա բանակցությունները չեն ավարտվել, բանակցությունները կավարտվեն, ակնկալում ենք դա կլինի, նշանակալի թվեր, նշանակալի միջոցներ, ամենայն դեպս ֆիքսեցինք, որ դրանից բացի մենք ունենք մի շարք այլ միջոցառումներ, որը նշեցի, որ իրականում Գազպրոմ Արմենիա ղեկավարությունը ոչ միայն այս պահին, այլ նաև նախկինները միշտ ձգտել են հնարավորինս խրախուսել, խթանել գազասպառման աճերի հետ կապված հարցեր եւ մենք նկատեցինք, որ սպառման այս սակագնի իջեցումը դա նույնպես կբերի լրացուցիչ հասույթներ մեզ, քանի որ սպառման ծավալները կաճ են։ Սակագինը նախատեսված եւ հաշվարկը կատարված է 1 միլիարդ 721 միլիոն խմ սպառման գազի դիմաց, այն պարագայում, երբ որ գազի գինը կլիներ այն ինչ որ նախատեսված էր հունիս ամսվա որոշումով։ Հիմա եթե պակասացնում ենք եւ զգալի է պակասում ինքներ տեսակ թե ինչքան գումարով, այս պարագայում կարծում եմ, որ իրականում սպառողները կարող են օգտվել եւ ավելացնել իրենց գազասպառումը։ Դա կբերի համապատասխան որոշակի նորից միջոցներ։ Երրորդը հնչացվեց նաև, որ մենք Գազպրոմ Արմենիան ունեցել ենք վարկային, մենք ներդրումներ ենք կատարել ժամանակին, ունեցել ենք վարկեր փակելու որոշակի խնդիրներ։ Այս մասերը մենք թեթևացել է մեր մասը եւ մենք իրականացել ենք որոշակի դա կախված է ամեն պայից, դա 3 չէ, 3 չառաջորդ, այսինքն գալիս է մի պահ, որտեղ դու ունենում ես արդեն համապատասխան փոքր այդ ծանրաբեռնվածությունը ֆինանսական։ Դա որոշ մասով նորից մենք խնդիր դրեցինք այսօրվա դրությամբ մեր շահագործման անվտանգության, հուսալիության հետ կապված ոչ մի ծախսերին մենք չենք կպել։ Դրանք բոլորը նշվեց հանձնաժողովի որոշման մեջ, որ մնացել են իրենց չափով։ Մենք ուղղակի այս պայդրությամբ ներդրումային խոշոր ծրագրեր, կապիտալ շինարարության մասն է խոսքը, այսինքն նոր օբյեկտների շինարարության։ Դրանցից կոնկրետ նշեցի անցյալ անգամ նախատեսվում էր կառուցել գազի ստորգետնյա պայսկարանի նոր կոմպրեսորային կայան, որտեղ նա 60-ական թվականների կառուցված էր, սակայն մենք այդ կհետաձգենք այդ աշխատանքները, դեռ կշահագործենք ինը, եւ նոր ներդրումներ չենք իրականացնի։ Եվ ելնելով դրանից մենք ներկայացրել ենք ըստ կարգի հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը մեր ներդրումային ծրագիրը, որտեղից մենք արդեն այդ մասը հանել ենք։ Դա ինչ որ մի չափ է, որ նորից հնարավորություն ստեղծեց այս պահին առանց վտանգելու, կրկնում եմ, առանց փոխելու մեր շահագործման ծախսերը իրականացնելու հուսալի եւ անխափան գազամատակարարում կատարել այս գործարքը։ Եվ երրորդ, չորրորդը վերջինը, որը նշվեց միջոցներից, կրկնում եմ, եթե այս 3-ը չբավարարի, միգուցե կբավարարեն, միգուցե ավել կլինի։ Ոչ այդ ենթադրությունը այդ հողի վրային, ինչքան կլինի, որի չափով կլինի։ Եթե չբավարարեցին, չփակեցին 13 միլիարդ 400 միլիոն դրամի այդ մեր ստացված հասույթը, այդ ժամանակ արդեն Գազպրոմ մայր ընկերությունը
հաշվի առնելով այս ամբողջ մեր երկրում զարգացման միտումը եւ ինչու՞ չէ նաեւ կատարում են նոր մեխանիզմ, նոր միջոց փորձելու տեսնել ինչ արդյունք կստանանք։ Նա որոշել է նույնպես մասնակցել եւ համապատասխան մասը կփակի նա, եթե լինի դրա կարիքը։ Այսինքն չի բարձրանա գինը, պարոն։ Ես հստակացրեցի, որ ռիսկային ամբողջ դաշտը վերցրել է Գազպրոմ Արմենիան իր վրա եւ ոչ մեկի մոտ մտավախություն չլինի, թե սա ակնկալելու է հետագայում ինչ որ նոր հարցերի։ Ոչ։ Մենք այս նվազեցումը, այս գումարների չավակագրումը երբևիցե ծանրաբեռնվածություն սպառողի վրա հետագայում չի լինելու։ Պարոն Թադևոսյան, փաստորեն եթե չլիներ նոր կառավարությունն ու նոր վարչապետի հանձնարարականը, Գազպրոմ Արմենիան չէր վերանայի այս ծախսերը ու չէր գտնի, որ հնարավոր է իջեցնել եւ ծախսերի շահույթը ավելի քիչ ստանալ։ Պաստորեն ես նշեցի նորից մեկ անգամ նորից հիշեցնեմ ձեզ, որ չնսեմացնելով կառավարության նախաձեռնությունների միանշանակ ամեն ինչ իր տեղն է, սակայն կրկնում եմ, մենք դեռ երկար ժամանակ զբաղվում ենք տրանզիտի հետ կապված, նույնիսկ տրանզիտ ասելով Հայաստանի Հանրապետության գազը, որը տարանցվում է Վրաստանի տարածքով, վճարվում էր $10, միշտ հնչացվել է 10%, միշտ հնչացվել է այս մասին եւ մենք միշտ պայքարել ենք։ Կրկնում եմ, պահը հետեւյալն է։ Կառավարությունը այսօրվա դրությամբ, եթե այսօր ասեց եւ հունվարի 11-ին էլ վերջանում էր, դա համընկել է, դա միասին կատարում է եւ շատ լավ, ինչի մասն է խոսքը։ Կառավարությունը միանշանակ նախաձեռնել է, միանշանակ կառավարությունը մենք ընդառաջ գնում ենք, միանշանակ բոլոր խնդիրներին, սակայն մեր ընդհանուր եւ ժողովրդի շահերից է գալ եւ կառավարություն եւ Գազպրոմ Արմենիա, то есть ընդհանուր մեր գործառույթն է, որը իրականացվել է։ Եվ կարծում եմ մենք հաջողակ ենք այն ժամանակ, երբ որ բոլորս մի մասով ենք նույն ձև ենք մտածում։ Պարոն Թադևոսյան, մեկ հարց է, նոր իջեցումների մասին դեռ շատ վաղ է խոսել, այսինքն հնարավոր է, որ այս քաղաքականությունը շարունակական լինի, այսինքն նոր դիմումներով ներկա։ Գիտեք, մենք լրացուցիչ գերշահույթ երբեք չենք ստացել, չենք ակնկալում։ Եթե կլինեն նորից հնարավորություններ, ասպարման տոկոս քանակ այնքան կավելանա, որը որ կստեղծի լրացուցիչ միջոցներ, միանշանակ վստահ եղեք, մենք նորից կդիմենք այդով։